Շատ լավ եմ գնահատում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տերն է այս երկրի եւ պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ տեր է կանգնելու խաղաղությանը եւ տեր է կանգնելու երկրին եւ այլևս երբևիցե կասկած չի լինելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը իր երկրի։ Ինչպես եք գնահատում որոշումների կայացման մեջ քաղաքացիների ներգրավվածությունը։ Վայ, ասենք մեր քաղաքացիները ամենուրեք են, մեր քաղաքացիները բոլոր որոշումներին մասնակցում են, քննադատում են, ջղայնանում են մեր վրա, մեզ ուղղություն են ցույց տալիս եւ մեզ աջակցում են բոլոր հարցերում եւ մեր այդ համագործակցությունը մեր քաղաքացիների հետ, ասենց ասեմ, յուրաքանչյուր քաղաքական գործի երջանկությունն է ուղղակի։ Ձեր մաղթանքը քաղաքացիների։ Որ պինդ մնան եւ պինդ կանգնեն քաղաքացու դիրքերին, ինչ էլ որ ուզում է լինի։ Այլևս անդառնելիության կետը անցած է Հայաստանի համար այն առումով, որ քաղաքացու ձեռքից այլևս իշխանություն խլել անհնար է, այդ կետը անցել ենք մենք այլևս։ Որոշումների կայացման իմաստով ստեղծված իրավիճակ ունենք, երբ քաղաքացու դերը վճռորոշ է լինում ընտրական process-ներին, տարբեր բարեփոխումների իմաստով, երբ օրինակ վերջին ռեֆորմներից մեկը, ամենամեծ ռեֆորմը, որը 600,000 եւ ավել քաղաքացիներ է ընդգրկում, հաշվի առնվել քաղաքացու կարծիքը, կամավոր ատեստավորման, ուսուցիչների կամավոր ատեստավորման այս process-ի ներդրման ընթացքում, բարեփոխման ներդրման ընթացքում հաշվի առնվել ուսուցչական համայնքի կարծիքը, լսել ենք առաջարկություններ, դիտողություններ, մի շարք դիտողություններ ռեֆորմի շրջանակներում տրանսֆորմացիայի են ենթարկվել եւ հաշվի առնելով հենց նույն քաղաքացու կարծիքը ներմուծել ենք ռեֆորմների մեջ, ներարկել ենք նոր փոփոխություններ, նոր որոշումներ, այսպիսով նաեւ խթանելով եւ հարմարեցնելով քաղաքացու կյանք մտցնելով նաև այս ռեֆորմները։ Ինչ կմաղթեք քաղաքացիներին։ Քաղաքացիներին կմաղթեմ, որ մշտապես իրենց դերը ունենան տարբեր որոշումների կայացման հարցում, քանի որ ինչպես այսօր եմ նշել իմ գրառման մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշումների կայացնողն է եւ իր որոշումների հետևանքով ես, դուք մնացած բոլորս կրելու ենք եւ ինքներս զգալու ենք մեր կյանքի որակի բարձրացման տարբեր փուլերում, մենք զգալու ենք այն որոշումները, որ հենց քաղաքացին է ունեցել, իր դերն է ունեցել, իր քվեն է ունեցել, առիթից օգտվելով նաեւ հունիսի 7-ին կառաջարկեմ մեր քաղաքացիներին ունենալ մասնակցություն, սա շատ կարեւոր է ակետից բեկետը գնալ եւ տանը նստելով, կարծում նաեւ այն սույթն է ի վերջո վերջացել, վերջակետ է դրվել այն մտքին, երբ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում էր, դե իմ քվեով ոչինչ չի որոշվում։ Կյանքը ցույց տվեց, 2018 թվականը ցույց տվեց, որ այո, իր քվեն վճռորոշ է եւ քաղաքացին կարող է փոխել իշխանություն, քաղաքացին կարող է փոխել ռեֆորմներ, քաղաքացին կարող է դառնալ որոշումների կայացնող եւ կրող։ Ես կարծում եմ, որ ամենաբարձր մակարդակով 8 տարի Հայաստանի Հանրապետությունը որոշողը քաղաքացին է։ Ամենաանմիջական երջանկություն, հաջողություն, մեր երկրին էլ խաղաղություն։ Հրաշալի դեռ նոր եմ գալիս, չեմ կարողացել բոլոր տեղերը շրջել, բայց արդեն տրամադրությունը ընտիր է եւ ես կարծում եմ, որ ամբողջ օրը եւ մինչեւ երեկո մեծ համերգով հրաշալի բան է ստացվելու միանշանակ։ Իսկ ինչպես եք գնահատում քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ պետությունում։ Շատ դրական, շատ լավ։ Այսօր խոսքի ազատությունը իր մաքսիմալ ուրեմն ազատության մեջ է եւ բոլոր քաղաքացիները ազատ կարող են դիմել ինձ, նախարարներին, ցանկացած պաշտոնյաների վարչապետին կարող են փողոցում կանգնացնել, իրենց հարցերը հղել, իրենց առաջարկություններ անել։ Տասնյակ հարթակներ կան, որոնց միջոցով կարող են գրավոր ձևով շատ լուրջ առաջարկություններ անել, այնպես որ քաղաքացին այսօր շատ ներգրավված է քաղաքական կյանքում եւ ընդհանրապես երկրի կյանքում։ Ինչ կմաղթեք Խաղաղություն քաղաքացիներին։ եւ երջանկություն։ Պարոն Ալեքսանյան, ինչպես եք գնահատում այսօրվա միջոցառումը։ Շատ լավ, քաղաքացիների տրամադրությունից էլ ինձ թվում է ամեն ինչ տեսանելի է ուղղակի։ Իսկ ինչպես եք գնահատում քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքական process-ներում, որոշումների մեջ։ Դե հիմա կարծում եմ այսօր այդ օրը չի, ինչպես ասում են, այսօր տեսնում ենք, որ քաղաքացիները տոնում են իրենց օրը ու սա շատ կարևոր է։ Բարև ձեզ, ձեր տոնը շնորհավոր։ Ձեր տոնը շնորհավոր։
կմաղթեք քաղաքացիներին։ Որ մշտապես տեր լինեն իրենց իրավունքներին ու տեր լինեն իրենց պետության։ Ձեր տոնը շնորհավոր, մայրիկ։ Ցավը տոնեմ, որ դու խոսում ես, ես երկնքում եմ։ Եկեք գրկեմ ձեզ դե։ Մեր վարչապետը 90%-ով հաղթելու է։ Դե դուք եք որոշողը, ոնց որոշեք, տենց էլ լինելու է։ Վերջ։ Ինչպես եք գնահատում այսօրվա միջոցառումը։ Շատ լավ, բարձր տրամադրությամբ, տեսնում եք աճ ձախ, մարդիկ վայելում են լավ եղանակը, համեղ սնունդը, բարձր տրամադրությունը, հիշում են քաղաքացու օրը, քաղաքացու դերը մեր երկրում, որտեղ քաղաքացին է որոշողը եւ որոշիչը արդեն 8 տարի է եւ հավերժ այդպես է լինելու։ Քաղաքացին է որոշում ըստ էության ով է լինելու խորհրդարանում մեծամասնություն, ով է ձևավորելու կառավարություն, ով է լինելու վարչապետ եւ դրանից բխողել ըստ էության ամբողջ քաղաքականությունը քաղաքացուց է բխում, հա։ Ի տարբերություն նախկինի, երբ որ ինչ որ օլիգարխներ, օտարերկրյա ուժեր, նրանք էին որոշում ով է լինելու իշխանություն եւ ինչ է անելու այդ իշխանությունը Հայաստանում, հիմա տրամագծորեն հակառակն է եւ դա միայն ընտրություններով չէ իդեպ։ Մենք հիմա լինելով կառավարող մեծամասնություն ամենօրյա կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ եւ որոշումների կայացման գործում նրանց ձայնը ամենավորոշիչն է։ Կմաղթեք քաղաքացիներին։ Ազատություն, խաղաղություն, բարձր տրամադրություն։ Քաղաքացիները ուրախ են, եկել են նշելու իրենց քաղաքացու օրն են եկել նշելու, ինչը կարծում եմ շատ եմ կարևորում այս օրը, որովհետև սա քաղաքացու իրավունքների, ազատությունների որոշում կայացնելու իրավունքի եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամենակարևոր պետության հիմքի օրն է։ Ես էլ շատ լավ եմ գնահատում, շատ ուրախ տրամադրություն է ու եղանակն նպաստում է դրան ու ովքեր որ նայում են կոչ եմ անում գան միանան եւ տոնեն իրենց տոնը մեր սահմանադրությունը բիշաշկ որակումներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ կարծում եմ այսօրը հենց այդ օրն է, երբ որ քաղաքացիները իրենց են տոնում եւ իրենց օրն են նշում։ Ես կարծում եմ ներգրավվածությունը բավականին, ներգրավվածության աստիճանը բավականին բարձր է, որովհետև չի եղել ըստ իս որևէ հարց, որը բարձրաձայնվի դա լինի հասարակության կողմից, թե մի խումբ ուղղակի քաղաքացիների կողմից եւ որը անտեսված եւ անարձագանք մնա։ Կարծում եմ դա ավելի շատ քաղաքացու գնահատականը պետք է լինի, բայց դա իմ կարծիքն է։ Ես կարծում եմ, որ գլխավոր միջոցառումը, որտեղ քաղաքացիները իրենց որոշումը, իրենց ասելիքը տեղ են հասցնում, դա ընտրություններն են եւ վերջին 8 տարիներին Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ ընտրություններ, թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքացիները ակտիվորեն մասնակցել են եւ տեսել են իրենց քվեի արդյունքը, այսինքն ընտրվել են նրանք, ում նրանք ձայն են տվել եւ սա շատ կարեւոր է եւ հենց այստեղ է արտահայտվում ամենակարևոր հանգամանքն է, որ քաղաքացու ձայնը տեղ է հասնում։ Քաղաքացիների կմաղթեմ համբերատարություն, որովհետև առաջիկա ամիսները լինելու է քաղաքական առումով բավականին բուռն եւ կմաղթեմ, որ ապրեն երջանիկ եւ առողջ ինքնիշխան անկախ Հայաստանի Հանրապետություն։ Ես նույնպես կարծում եմ, որ երևի ըստ երևույթի երջանկություն կմաղթեմ, որովհետև ես ինքս զգում եմ, թե ինչպես եմ ապրում ազատ, անկախ եւ ինքնիշխան երկրում, որտեղ ես ինքս որպես քաղաքացի որոշում կայացնող եմ, սա ամենակարևորն է։